Բարի լույս, բարի առավոտ, բարի օր իմ հետևորդներ ջան, մաղթում եմ ձեզ հաջողակ օր ու լավ տրամադրություն, խաղաղ ու սիրով լի օրվա շարունակություն եմ մաղթում բոլորիդ, իմ հարազատ դարձած հետևորդներ ջան, հույսով լցվեք, հույսը լույս է, որ չի մարում անգամ ամենախավար ժամանակներում, Աստծո հույսը հաստատ է, երբ սիրտդ հույս ունի, հոգիդ ուժ է ստանում ապրելու ու շարունակելու, քեզ տրված կյանքը, եկեք շնորհակալ լինենք Աստծուն ամեն բացվող առավոտվա համար, իմ լավ բարի հետևորդներ ջան, այս գեղեցիկ տեսարանով էլ սկսում եմ այսօրվա հոլովակը, իսկ հիմա դեմքով բոլորիդ բարևում եմ, բարև իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, ինչպես եք, ես ոչինչ կամանց դեպի լավն եմ գնում, բայց շատ երկար է սիրելիներս, այսօր էլ այնպիսի մի գլխացավ եմ, աչքերս ցավում է, գլուխս ցավում է, մի փոքր տրամադրությունս այն չէ, բայց որոշեցի ձեզ հետ խոսել, պատրաստել և ցույց տալ ձեզ, չէ որ սա էլ իմ աշխատանքն է, քանի օր ոչինչ չէի տեղադրել, արդեն պետք է տեղադրեմ, իմ լավ բարեկամներ և դուք անհամբեր սպասում եք իմ հոլովակներին, անչափ շնորհակալ եմ ձեր բարի գրառումների համար, ձեր հրավերքների համար, հրավիրում եք, որտեղ հանդիպենք, երբ հանդիպենք, մի քիչ կազդուրվեմ, արդեն տանից դուրս կգամ, ես ոչ միտեղ դեռ դուրս չեմ եկել, ոչ միտեղ չեմ գնացել, որովհետև մարմինս թույլ է, չեմ կարողանում մի խոսքով շոգնել մի կողմից, երբ որ արդեն լրիվ կազդուրվեմ, ես ձեզ կտեղեկացնեմ, ովքեր ցանկություն ունենք, պայմանավորվենք և կհանդիպենք, ես սիրով ուզում եմ հանդիպել ձեզ հետ իմ լավ հարազատ դարձած օնլայն հարթակում ընտանիք, դրել եմ մի համեղ ափսը թուզով և խաղողով, ասեմ, որ թզից կօգտվեմ, իսկ խաղողից չէ, բոլորս էլ գիտենք, որ խաղողը ամենաշատ գլիկոզան խաղողի մեջ է պարունակում, դրա համար 2 հատիկ կօգտվեմ, տեսնեմ քաղցր է թե ոչ, սիրելի հետևորդներ ջան, երբևիցե չեմ կերել թուզ, ոչ մի անգամ, առաջին անգամ այս տարի Հայաստանում թուզ եմ համտեսում, տեքորս հողամասի թուզն է, մեղր, հասած, համեղ, ընտիր թուզ է, ընտիր, ափսոսում եմ, որ չեմ կերել այսքան ժամանակ, Հայաստանիս համն ու հոտը ուրիշ է, մորս ձեռքի հացի նման անուշ է, Հայաստանիս մրգերի համը ուրիշ է, սիրելիներս, շատ քաղցր, համեղ է, ամեն ինչը, սև քիշմիշն է, մի հատ, փչացած, սևացած, ոչ մի հատ չկա, իհարկե, սա որպես գեղեցկություն դրեցի, չեմ փորձել, բայց այսօր որոշել եմ մի 2 հատիկ փորձել, 2 հատիկ, տեսնեմ համը, քաղցր է թե ոչ, շատ քաղցր է, մեզ նման հիվանդներին խստիվ արգելված է խաղողը, որտև գլիկոզան խաղողի մեջ շատ, իմ լավ հետևորդներ ջան, սիրելիներս, որոշեցի ձեզ հետ ասել, խոսել, կիսվել, նոր անցնել խոհանոց, այսօր որոշել եմ պատրաստել հավի թևիկներով, կարտոֆիլով, սոխով, մի լավ ուտեստ, դնել ջեռոց, կարմրացնել և պատրաստել աղցան, գնանք ներս, ես դրսում եմ, այս ծտերը ծլվլում են, աշնան ամենալավ եղանակն է, որ ես
շատ սիրում եմ։ Հիմա գնանք խոհանոց, ես պատրաստ եմ ձեզ էլ սիրով ցույց տամ։ Սիրելի հետևորդներ ջան, դրսից եկել եմ խոհանոց, հավիթևիկները խանձրել եմ գազի վրա, ծայրի մասերը կտրել եմ, լավ լվացել եմ, արդեն ցամաքել է։ Հիմա ուզում եմ աղով, սև պղպեղով, կարմիր պղպեղով համեմել, որպեսզի համով լինի։ Հիմա ձեռքով եմ ավելացնում աղը, խառնեմ, մի փոքր էլ ավելացնեմ աղ, ավելացնում եմ նաև սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, լավ խառնեմ, ծածկեմ, թողեմ, որ համեմվեն, համերը իրար տան։ Նոր արդեն կարտոֆիլը կլվանամ սոխի հետ, կդնենք ջեռոցը երեքը իրար հետ միասին։ Թող համեմվեն, այդ ընթացքում ես կպատրաստեմ գարոխով մսով տավարի աղցան։ Կանաչ ոլորով աղցանի համար խաշել եմ 2 մեծ գազար, 5 կարտոֆիլ և 2 ձու, կարտոֆիլներից 4-ն եմ կտրատելու աղցանի համար։ Հիմա սկսում եմ կտրատել միսը։ Ոչ շատ մանր եմ կտրատելու, ոչ էլ շատ խոշոր, միջին չափսի, որքան հնարավոր է գեղեցիկ։ Դուք ինչպես կարող եք, եթե պատրաստում եք, այնպես էլ կտրատեք։ Ցանկությունը ձերն է, դուք եք այդ աղցանը վայելելու, սիրելիներս։ Կտրատելու ձևից, մեծությունից թե փոքրությունից աղցանի համը երբեք չի փոխվում։ Իմ լավ բարեկամներ, կնստեմ այսպես, կկտրատեմ և ձեզ հետ էլ զրույց կանեմ։ Սիրելիներս, ոչ մի տեղ դուրս չեմ եկել տանից, միայն այս ոնց որ ասած մեռելոցին գերեզմանոց եմ գնացել, իմ լավ բարեկամներ, որովհետև շատ թույլ եմ ինձ զգում։ Չգիտեմ, օդի փոփոխություններ, թե վարակ է, վիրուս է, մի խոսքով դեռ չեմ ապաքինվել լրիվ։ Երբ որ կապաքինվեմ, Երևան եմ ուզում գնալ, տիկին Ֆլորայից պետք է հանդիպեմ, հանդիպում պետք է ունենամ Գալինայի հետ, հանդիպում Նազելիիս հետ, անպայման, երբ որ հանդիպենք, դուք տեղյակ կլինեք, միասին հոլովակ ենք նկարելու, իմ հարազատ դարձած բարեկամներ ջան, այս յուղոտ մասը, ճիլոտ մասերը չեմ կտրելու, չնայած ես ընտրել եմ, որ լրիվ փափուկ լինի, ճիլոտ մաս չլինի, բայց ոնց որ մի քիչ կա, կտրեմ կհանեմ։ Կկտրտեմ միսը, հետո մնացածը։ Մինչ կտրտեմ, պատրաստեմ աղցանը, արդեն հավիթևիկներն էլ կհամեմվեն։ Ես ամուսնուս հետ եմ, մնում ենք Արտաշատում, տալիս տանը, տալս մենակ է ապրում, բոլոր երեխաները ամուսնացած են, այստեղ մեզ հարմար էր, գնում ենք տեքորս տուն գյուղ գալիս ենք, բայց հիմնականում այստեղ եմ, ամուսինս երբ որ գնաց, արդեն կգնամ իմ հայրական օջախը, չնայած կայցել եմ տալիս տուն, անպայման, բայց այնտեղ եմ մնալու, կարոտս առնեմ իմ հայրական օջախից, իմ բնորանից, որտեղ ծնվել, մեծացել եմ և ձեզ էլ կծանոթացնեմ, իմ լավ բարեկամներ։ Կտրատեցի միսը, վերջացրեցի, տեսեք, բավականին էլ դուրս եկավ։ Հիմա կլցնեմ թասի մեջ, մի հատ էլ անձեռնոցիկով մաքրեմ տախտակը, նոր կարտոֆիլը սկսեմ կտրատել։ 2 կես եմ անում և բաժանում մասերի։ Մի հատ էլ այսպես մեջտեղից, որ շատ հաստ չլինի։ Եվ քառակուսի ցույց եմ տալիս ձեզ,
Գեղեցիկ կտրտում եմ։ Որքան հնարավոր է փոքր եմ կտրատում։ Մի քիչ կտրատեմ, ցույց տամ, մնացածը կադրից դուրս կկտրատեմ եւ կվերջացնեմ։ Լավ է, չի տրորվում, չի փխրվում, լավ կտրածս մնում է հատիկ։ Այսպես, ահա։ Շատ լավ ստացվում է։ Կա չէ, որ կարտոֆիլ երբ մենք չեն կարողանում կտրատել, լրիվ փշրվում եւ թափվում է, իսկ սա շատ լավ է մնում։ Կարտոֆիլը կտրատեցի, վերջացրեցի, հիմա էլ գազարն եմ կտրատում։ Նույն ձևի երկար մեջտեղից այսպես երկար բաժանում եմ մասերի եւ քառակուսի փոքր կուբիկներ եմ անում։ Ձեզ ուղղակի ուզեցա ցույց տալ, թե ես ինչպես եմ կտրատում, մնացածը կադրից դուրս, սիրելիներս, կտրատեմ, կհանդիպենք ձուն կտրատելու ժամանակ։ Կտրատում եմ ձուն, նույն ձևի։ Քառակուսի, հավասար, գեղեցիկ, ձուն էլ չի լղկվում, ընտիր կտրտվում է, սիրելիներս։ Դուք էլ ինչ ապուր եք պատրաստում, փլավ եք պատրաստում, ինչ որ պատրաստում եք, պատրաստեք եւ անուշ առողջ վայելեք։ Բոլորիս մաղթում եմ առողջություն, երկրին էլ խաղաղություն, ամենակարևորը առողջությունն ու խաղաղությունն է, որ լինի ամեն ինչ էլ կլինի, իմ լավ բարեկամներ, կաշխատենք, կարարենք եւ կապրենք, միայն առողջություն ու խաղաղություն լինի։ Այն մեկ ձուն էլ կադրից դուրս կկտրտեմ։ Բոլոր բաղադրիչները աղցանի համար կտրատեցի, վերջացրեցի։ Հիմա կտրատում եմ մաղադանոս, մի 2 ճյուղ սամիտ։ Այս աղցանի համար ամենահամեղ կանաչին մաղադանոսն է եւ սամիթը։ Եթե շատ եք սիրում համեմ, կարող եք համեմ էլ ավելացնել։ Ես համեմի համը չեմ սիրում, այս աղցանի մեջ չեմ ավելացնում, չնայած որ ունենք։ Լավ մանր կտրատում եմ, սիրելի հետևորդներ ջան։ Պետք է մանր լինի կանաչին։ Անուշ բույր է գալիս այս մաղադանոսից, շատ անուշ համեղ մաղադանոս է սամիթն էլ։ Վերջացրեցի, լցնեմ բաղադրիչների վրա եւ ավելացնեմ, մի հատ լավ խառնեմ, ավելացնեմ կանաչ ոլորը։ Կանաչ ոլորի տարան շատ մեծ էր, ես տարայից հանել եմ, ջրքամել եմ, կեսը լցրել եմ աղցանի վրա։ Հիմա լավ կխառնեմ, որ բոլոր իրար խառնվեն, ավելացնեմ աղ եւ սև պղպեղ աղացած։ Դանակի ծայրով կավելացնեմ, շատ կծու չէ, մի քիչ շատ կավելացնեմ։ Բոլորը իրար խառնեմ, թող համերը իրար տան, ավելի համեղ դառնա մեր աղցանը։ Այսպես լավ խառնեմ, կդատարկեմ ուրիշ տարայի մեջ եւ կդնեմ սառնարանը, մինչ մեր հավի թևիկները կկարմրեն, մինչ երեկո, այդ ժամանակ նոր կավելացնեմ։ Աղցանը արդեն պատրաստ է, դատարկում եմ ուրիշ տարայի մեջ։ Ես մայանեզ չավելացրեցի կամ թթվասեր, որովհետև երեկոյան հացի ժամանակ եմ մատուցելու, այդ ժամանակ էլ կավելացնեմ կամ մայանեզ կամ թթվասեր, երկուսից էլ ունենք սառնարանում։
Հիմա հերմետիկ կփակեմ բերանը եւ կդնեմ սառնարանը։ Ճաշի ժամանակ երեկոյան նոր կմատուցեմ մայոնեզով։ Բերանը ծածկեցի, հիմա դնեմ սառնարանը, անցնենք արդեն տապակային։ Աղցանը պատրաստեցի, վերջացրեցի, հիմա էլ արդեն տալս շարում է տապակի մեջ հավի թևիկները, որը ես համեմել էի կարմիր պղպեղով, սև պղպեղով եւ աղով։ Կարտոֆիլը լվացած, կտրտել է, շարել է արդեն, տեսնում եք, փայլատի թեղի վրա է շարում եւ պատրաստել է սոուս։ Սոուսն էլ պատրաստել է բուսայուղով, սև կարմիր պղպեղով եւ աղով։ Գեղեցիկ շարում է կարտոֆիլ, սոխն էլ 2 կես է արել, կարտոֆիլն էլ կլոր կտրատել է, տեղավորում է, որքան հնարավոր է, որ շատ լինի, շատ։ Հիմա ավելացնում է կարտոֆիլին սոուսը, գդալով է լցնում, այսպես գեղեցիկ կսում է։ Սիրելիներս, տեսնում եք ինչ լավ ստացվում է, գեղեցիկ, կարմիր, համեղ տապակակ ստացվի։ Դե ինչ, հիմա հավի թևիկներին եք կսի, դե ինչ սիրելի հետևորդներ ջան, այսօր այսքանը, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, եղեք առողջ, օրհնված եւ ուրախ, տեսություն, մինչ նոր հոլովակ։